Լսի, բան կար, չէ՞, տենց մի հատ ձև կար, որ իլյուստրատորի մեջ մի անգամից ուզում էիր սաղ նույն տեղում դնես, կոպի անես ու դնես տեղ։ Հա, որ բոլոր արտբորդերի վրա Հա, ամեն ինչ նույն ֆայլը տեղը են գնի։ Հա։ Հա, ուղղակի ոչ թե Ctrl+C Ctrl+V ենք անում, Ահա։ ոչ էլ Ctrl+Shift+V, այդ paste in place-ն է։ Մի հատ կնոպկա է ավելան։ Հա, Ctrl+Shift Alt+V կամ Command Option Այդ մակի Shift, համար։ հա, V։ Այդ մակի համար ու սա արտբորդերի վրա միանգամից հայտնվում է։ Այստեղ զուգահեռ էկրանը տենում են, դրա համար Հա։ Շատ լավ ֆունկցիա է բայց։ Հա, շատ լավ ֆունկցիա է, լիքը օգնում է մանավանդ երբ որ օրինակ Playbook ենք սարքում ամեն էջի վրա պետք է այն 2025 թիվ եւ այ կամ 26 Հա, բանես կա որ կրկնվում անընդհատ դնենք։ Այդ առումով շատ հարմար է ստացվում միշտ։ Ես մի հատ բան եմ հիշել, որ մեզ շատ է ներվայնացնում։ Ասա։ Դուսը հիմնականում։ Հա, որ վատ կտրած նկարենք տենան։ Հա, այս պոստերներ, բան, լիքը շատ։ Մանավանդ մեծ ավտոբուսների վրա որ գալի անցնում է կամ չգիտեմ, ինչ որ միտեղ կպցրած օպերայի մոտ, չգիտեմ, որտեղ ասես կա։ Դե որովհետև շատերը բավարարվում են ուղղակի select subject ու միանգամից նոր շերտի վրա գցել կամ ֆոնը ջնջել ֆունկցիայով։ Միանգամից մասկ են անում։ Միանգամից մասկ են անում կամ չգիտեմ, այն background remover-ներով են անում։ Ավտոմատ, որ այդքան լավ չանում։ Այն select and mask-ի տեղը չեն մտնում, էլի, բայց հատեղով Խաղը մոռացել են։ Եթե մոռացել են, հիմա կվերհիշեն։ Տակը տենում են, չէ՞, էկրանը։ Հա, զուգահեռ ցույց ենք տալի, որ հեշտ լինի։ Select and mask անեն, հետո մազի վրցին գոյություն ունի, մի հատ refine hair anեն։ Մի հատ refine brush tool, ռետար, սեղմեն ու եզրերը։ Իդեալական ստացվում է, էլի շատ լավ է մաքրում։ Մի չկարելի է ուղղակի գործ անել։ Հա, մեկ էլ այն եզրերը դա սպիտակ փարի նման բան առաջացնում է, դել են decontaminate colors-ը միացնեն, մի քիչ տոկոս ավելացնեն, սաղ թզվում է։ Հա, միանգամից կողվի ու այլ տենց խնդիրներ չեն ունենա։ Միջայլոց հաշվի առեք, էլի, հա։ Հա, սա շատ լավ խորհուրդ է, եկեք բոլորս անենք։ Ջնջելուց բան ասեմ, որ նախ հիշացնենք, որ Adobe-ում ամեն ինչ չի, որ փողով է։ Միակ ձրի բանը։ Հա, ձրի բաներից։ Դե միակը չի, բայց դա որ միշտ ձրի է եղել ու մինչև հիմա ձրի է, հա։ Մինչև հիմա ձրի է, հա, Lightroom-ին կարելի ասել լիարժեք փոխարինում է, չէ՞։ Արժանի փոխարինող է, հա։ Հա, իհարկե։ Ավելի շուտ կար, քան Lightroom-ը համել։ Դե Lightroom-ը դրա վրա սարքվեց, հա, Lightroom-ը դրա վրա սարքվեց։ Հա։ Adobe մեզ լսում է։ Camera Raw filter։ Հիմա արդեն 12.2.2 վերսիան է, թե 18-ը։ 18.2.2, հա։ Միշտ կարելի անվճար քաշել, իհարկե հղումը կդնենք վիդեոյի նկարագրության մեջ։ Միշտ կարան մարդիկ մտնեն իրանց օպերացիոն համակարգը նշեն, քաշեն ու ֆիլտրների մեջից բացեն Camera Raw։ Այդ հիշեցնենք ինչի համար է պետք Camera Raw։ Չէ, հիմնականում raw ֆայլերը, հիմնական հա, պրոֆեսիոնալ ֆայլերը ավելի լավ մշակելու, ավելի շատ հնարավորություն է տալի, ավելի լավ որակյալ նկարներ ստանալու համար։ Հա, այնտեղ ավելի սանդղակներով ավելի շատ կար ասել, ես կոմեն անես ու որակը չլինի։ Pixel չտա, բան չա։ Էքսպոզիցիան շատ ա եղել, վառած նկար ա եղել, մի քիչ կարաս հետ բերես դետալները գան։ Բարի չմոռանանք նաև դեմքի ճանաչումը մարդկանց։ Հա, այդ ամենալավ ֆունկցիաներից է։ Հա, ճիշտ է, այս ֆունկցիան իրականում աշխատում է նաև ոչ լիարժեք կրեկ արած տարբերակների վրա, դել ասենք, որ ինքը էլի AI է, չէ՞, ամեն դեպքում AI է, բայց աշխատում է, բոլոր վերսիաների վրա աշխատում է, արդեն 16-ից սկսած, չէ, Camera Raw 10 կամ 16 վերսիայից սկսած արդեն կա, դեմքի ճանաչելը, անգամ դու կարաս նշես մաշկի վրա ես ուզում աշխատես, ունքերի, ամեն դետալները առանձին կարաս մասկ անես ու աշխատես։ Camera Raw-ի լավը այն է, որ դու այդքան գործողությունը մի շերտի վրա անում ես։ Լավ ու վատ կողմը դա։ Հա, դե կարելի է մի հատ առանձնացնել, հետո բերել։ Հա, բայց դե արագ է էլի ամեն դեպքում Camera Raw-ով այդքան բան անելը։ Շատ լավ ֆունկցիա է։ Եկեք օգտագործենք, չմոռանանք, որ կա նման բան։ Հղումը անպայման կդնենք վերջի վերսիան քաշել։ Հա, դե իհարկե։ Հա, ու միշտ կարելի է թարմացնել իրեն։ Էլի եմ բան հիշել։ Ասա։ Այն որ քայլում ենք խանութներ, չգիտեմ, բրենդեր համաշխարհային, նայում ենք մեր քաղաքի մասնախոսքը իհարկե։ Ու տեսնում ես բրենդի լոգոն
իսկ հայատար գրածը լրիվ ուրիշ տառով է գրած։ Այսինքն այդ բրենդի լոգոն կարող է անգամ սերիֆ է, կողքը sans սերիֆ հայերենով է գրած։ Այդ չի կարելի բաներից է կոպտագույն սխալ է դա, հա։ Տեղայնացումը չկա, կարելի ասել լոգոյի։ Դե հասկանալի է, ինչի պատճառով է դա լինում, որովհետև շատ դեպքերում ուղղակի այդ լատինատար տառատեսակի համարժեք հայերենը չկա։ Դե հա, պարտավորել չի։ Բայց դա արդարացում չի։ Արդարացում չի, բայց ոչ մեկ չի ասում այդ դիզայներն, այլ լրիվ այբուբենը սարքի, կարելի է ուղղակի այդքան տառերի քանակը, հա, իհարկե սարքել ու վերջ։ Հա։ Էդ էլ որպեսզի սաղ տառերը աչքներից առաջ լինի, միանգամից չէ, այդ տառատեսակի մեջ ինչ կա, գլիֆերի պատուհան կարելի է բացել։ Գլիֆերը շատ են օգնում։ Լատինատառի գլիֆերով կարելի է լիքը հայատառերը ստանալ։ Մի քանի տառ կարող մի քիչ կդժվարանան, բայց հիմնականում մասնիկների ու գլիֆերի միջոցով կարելի է ստանալ հանգիստ։ Իսկ Word-ից ակտիվացնեն գլիֆերը, type glyph։ Հա, ամենահեշտ տարբերակը type glyph կամ Windows-ից կարելի է ակտիվացնել։ Միշտ ունենան աճ պանելում ակտիվացրած, իրանց ավելի հեշտ կլինի։ Գլիֆերում երևում է, թե օրինակ Font Lab-ով որ տառատեսակ ստեղծել են, այլ ինչ սիմվոլներ են ստեղծել, որ կլավիատուրայի, որ ստեղնաշարի վրա չի հերիքում, դրանք երևան։ Տարեր կա, շատ են գլիֆները, տարեր կա, քիչ են, տարեր կա, ընդհանրապես չունեն տառատեսակներ, տարեր չասեն։ Հա, էլի էդ էլ նենց չմտածեն, որ բոլոր ֆոնտերը պետք է ունենան հազարավոր գլիֆեր։ Բնավ։ Այս Photoshop-ը շատերի մոտ խնդիր է, այդ գիտենք։ Դե մի քիչ ծանր է անցալվում։ Մեր մոտ էլ է խնդիր եղել ժամանակին, մենք էլ ենք դժվար սովորել, որովհետև շատ բաներ մի քիչ անտրամաբանական է։ Զուտ հիշելու բաներ են, դե անգիր անես գնաս, բայց հետո դառնում է մեխանիկական աշխատանք, մի քիչ անում ես։ Դե զուտ այդ սկզբի պահերն է, էլի։ Բայց դա էլ ասենք, որ արագացնելու տարբերակ եւս կա։ Միշտ կա։ Կարծեմ էլի ենք սրա մասին խոսել, չէ՞, այդ preset-ները, մասին, հա։ Դե preset-ները հեչ, այդ preset-ները նկար մշակելու համար կարան օգտագործեն բան, բայց հա, action-ները շատ լավ բան են։ Action-ներ, ընդհանուր գործողությունները, ձայնագրելու, հա, քայլերը լրիվ պահելու, հետո վերարտադրելու համար ուրիշ նկարի վրա։ Ինչու՞ չէ նաև ուրիշի սարքածը քաշելու եւ օգտագործելու։ Հա, դա էլ է տարբերակ, լիքն են ինտերնետում, անվճար preset-ներ, action-ներ, միանգամից գործողություններ անող, ֆոնից մաքրել կլինի, դե գույներ դզել կլինի, Թեկուզ մենակ այն ռետուշի ժամանակ այդ action-ները շատ օգնում են, որովհետև այն անիմաստ քայլերը, որ կրկնում ես անգիր արած, մշակելու համար, այդ process-ը գոնե շրջանցում ես, էլի։ Մի քանի րոպեով կրճատում ես աշխատանքը։ Հա, շատ լավ է մտածած այդ action-ների պահը։ Իդեպ action-ներ կան նաև Illustrator-ի մեջ։ Բայց այնտեղ համարը չենք օգտագործում։ Դե որովհետև չենք օգտագործում։ Ինչ անես, լավ։ Illustrator-ով action-ով ինչ պետք է անես։ Ոնց որ նաև որ կա էֆեկտներ, որ ինչ անես, ոչ ման չենք անում էֆեկտները հիմնական մի քանի բան կարող է օգտագործես, կարող է drop shadow, բայց խուսափում ենք միշտ drop shadow օգտագործենք։ Քանոր տպագրականի մեջ այդքան էլ մեծ ծերնտու բան չի, drop shadow-ն։ Ասի ինչ արիր բանը։ Procreate-ի դասերս գրում են սաղորը ինձ, քեզ, edge-ին, ինչ է շտապացնենք։ Դե հիմա է դա։ Չէ, արդեն համարյա պատրաստ է։ Ինձ թվում է օրներ մոտավոր կարանք ասենք, երբանից կսկսենք Procreate-ի դասընթացը, բայց մայիսին երևի։ Մայիսից, հա։ Էլի մայիս ամսից կսկսենք, կունենանք դասընթաց 2 մակարդակի համար եւ սկսնակների համար, ովքեր նոր են այդպես թվային նկարչության աշխարհ մտնելու, այսինքն ծրագրի գործիքներին տիրապետելու խնդիր ունեն, եւ մյուս հատվածը արդեն այն մարդկանց համար, ովքեր նորմալ նկարում են կամ քիչ թե շատ ծանոթ են, ու պետքա խորանալ արդեն այդ ծրագրի մեջ։ Իսկ մի հատ հարց էին գրել, որ օրինակ եթե ինքը մինչև հիմա նկարել է ոչ iPad-ի վրա, այսինքն ուրիշ գրաֆիկական պլանշետների, այն որ առանց էկրան կպցնում ես, հա։ Իր համար ինչքանով ինքը level up պետքա գա, թե պետքա գա Չէ, պետքա start բանանի, որովհետև Procreate-ը 0-ից, հա։ Հա, ոնց որ իմ մոդել է տենց, ես էլ եմ, չէ, start արել։ 10 քանի տարի առաջ այդքան տարիներով ուղղակի գրաֆիկական պլանշետով ենք նկարել, հետո Procreate-ը անցած։ Հա, պետքա գործիքները նախ սովորենք, որովհետև ահագին տարբեր են գործիքները, քիչ են գործիքները Procreate-ի, այդքան շատ գործիք չկա։
բայց աշխատելու սկզբունքը մի քիչ տարբերվում է Photoshop-ից։ Ուղղակի փուլը շատ արագ կանցնեն, կգնան արդեն մնացած հատվածին։ Դե ինչ ինձ թվում է ձեր բոլոր հարցերին պատասխանեցինք, ինձ թվում է արդեն ամեն ինչ բարձ է Procreate-ի դասի հետ կապված։ Նաև հայտարարություն հենց Procreate-ի հետ կապված, բաց դասով միանշանակ։ Այդ էլ էին շատ հարցնում, բաց դաս պարտադիր է կունենանք, հա։ Հետո նոր արդեն բուն դասընթաց։ Շատ լավ։ Всё, անջատեցինք։